Ռազմական ծախսերի կրճատում, այսպես ասած, թեև իշխանությունները ասում են դրանք կրճատումներ չեն։ Նույնիսկ այս պարագայում համարում եք, որ վերևում այն նրանք, ովքեր որոշումները կայացնում են, արդյունավետ է, այս ամենը ճիշտ են անում։ Նորից նույն կասկածով ասեմ, ոչ թե որտեղ ասում եք հանրությունը չի վստահ, հանրությունը դառը փորձ ունի, եռաբլուրը, մեր տղաները, դա արդեն մենք պատերազմ անցել ենք եւ ազգովի ենք անցել, չէ՞։ Բանակային հրամանատարություն այսօրվա ինքն էլ է անցել, չէ՞։ Հիմա քաղաքական ղեկավարությունը եւս այդ բանով անցել է, չէ՞, այն մաղով անցել են բոլորը։ Պատասխանատուների մասին է խոսքը, որ մենք չենք երկուսս, դուք էլ չեք, հա։ Հիմա ուրեմն գտել են, որոշել են եւ այլն։ Բյուջեն ինչից է գոյանում։ Բյուջեն գոյանում է եկամուտներից եւ հարկերից։ Նաեւ փոխառություններից եւ ուրեմն օտարերկրյա պետության վարկերից եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ ասեմ, մարդիկ հավանաբար հնարավորությունները սա են քննարկելու հարցը չի, տեսել են մեր կարողությունը, ավելացրել են, այդքան չափել են եւ այլն եւ այլն։ Հիմա ուրիշ բան ասեմ։ Դա ուրեմն դուք տնտեսուհի եք։ Սովորաբար հայ ընտանիքում հայ կինն է բյուջեին, այսպես ասած, դիր լինում։ Դուք ծախսում եք այնքան, ինչքան դուք եկամուտ ունեք։ Ուզում եք շատ ծախսեք, պարտքի տակ ընկեք, այդ տունը վաճառեք։ Դա ձեր գործն է արդեն։ Հիմա սա այս մի մասը դնենք, երկրորդ մասը, որը կարծում եմ ինչ-որ գևով կարողանամ ասեն ուղիղ չասերով։ Կարող է այն բյուջեն, որ եղել է, որից կրճատել են, կարող է կերել են 20%-ը։ 30 Հայաստանում դուք տեսել եք գեներալ, որ հանրությանը հայտնի է դարձել չաղ չլնի, փորը այսքան չլնի, տեսել եք։ Արոն Մինասյան։ Չէ, գեներալ, ես իմ ընկերը գործող, ուզում եմ ասել, այդ հարցերը, այդպիսի հարցեր են, մենք չգիտենք ինչ մասով են կրճատել, ես չեմ էլ ուզում խոսել, բայց մի բան ասեմ, նախորդ ընկերը ինչ ասում, 2 տարի, ինչից է գալիս, 2 տարի սովետական բանակն էր, ես էլ են կանխավ ասեցի, որ սովետական բանակի մոտելը ռուսական, Հայաստանինը չի կարող լինել, բացառված է, Դրա Շվեյցարիան առաջացավ, նա գումակի է, գողության է, թալանի է, հաստավից գեներալների բանակ է։ Այսօր Դոնբասում տեսնում եք, դոպում են տեղը, խրվել է դուրս չեն գալիս, Ուկրաինայի պոտենցիալը իր հետ չափ չի։ Մի հատ Ուկրաինայից այն Կուպրյանց քաղաք գրավել այդ բանակը չի կարող, այդ 2 տարի ծառայող բանակը։ Դրա համար ուզում եմ ասել, որ բաներ կան, ես եթե լինեի հանձնաժողովում, փակ քննարկումներ իմանայի մեր զինվորական ընկերը ինչ փաստարկ կբերեր, ես ավելի կոնկրետ կխոսեի, քանի որ մենք դրան չենք տիրապետում, իսկ եթե տիրապետում ենք այստեղ քննարկելու հարց չի, կարծում եմ այդ հարցը չի, կարող ենք դատողություն անել եւ մի քիչ վստահենք, բայց իրենց էլ ասենք, որ լսեք, եթե 5 տարի հետո արդյունք չեղավ, պատասխանատուն դուք եք, այ հիմա դուք կլնեք պատասխանատուն։ Մնացածը ինչ ասեմ, ունենայիք ես 7 թվին 4-ից 7 Իսրայելում եմ աշխատել, 7-ին եմ վերադարձել, աշխատել եմ մեր եկեղեցու ճեմարանում, ասեմ։ Եկածս տարին Իսրայել ուներ պետական բյուջե $70 միլիարդ, Ռուսաստանն այդ ժամանակ ուներ 54 թե ինչ, ասկա այդ $70 միլիարդ պետական բյուջեն ստեղծեք տեզերական արդյունաբերությամբ, միջուկային ֆեզը, որից հետո այո բանակին լավ կերակրեք, բանակին լավ ունեք այդ հնարավորությունը։ Ընդ որում կերակրելու հետ կապված պարոն Մինասյանը մի հրաշալի ծրագիր ունի, պարոն Շինյան։ Հուշեմ ձեզ, որ պարոն Մինասյանը միշտ նշում է, որ առաջնագծում խրամատում գտնվող զինվորի սնունդը եւ զորամասում գտնվող զինվորի սնունդը պետք է լինի տարբեր։ Ընդ որում մենք քննարկել ենք եւ բացատրությունները տրվել են։ Ոչ միայն դա։ Սա մի փոքրիկ մանրուքներ։ Դա փոքր մանրուք է, բայց ասեմ, սննդակարգի մեջ այստեղ լուրջ պիտի աշխատվի սննդակարգով զբաղվող բժիշկների խորհուրդներով։ Օրինակ,
ես իմ ծառայության ժամանակ դե գիտեք հատուկ նպատակների հետ կապված ծառայություններ եղել։ Այնտեղ եթե մենք տեղ կար, որ պիտի երկար վազեինք կամ երկար քայլեինք, դրանից արդեն 2 օր առաջ մեր սննդակարգը փոխում էին, որպեսզի մենք լինենք դիմացկուն, ասենք, արևի տակ ընթանալու, անձրևի տակ ընթանալու, ցրտի ժամանակ այլ սննդամթերք էր տրվում, այս բոլորը պիտի պրոֆեսիոնալ մասնագիտական մոտեցում չեղավ, հավատացեք, մենք փոքր երկիր ենք, մենք չենք կարողանալու այդ որակը ստանալ։ Տեսեք, Մոնթե Մելքոնյանը, որ ստեղծեցի, ես այդ սկզբունքով էի շարժվում, անգամ սենց բրիկետներ էինք տալիս, որի մեջ վիտամինացված սնունդ կար, եւ ես գիտեի, դա տալիս եմ, եթե օրինակ Վարդենիսից Երևան պիտի, ասենք, անցում անեինք, ուսապարկերով, զենքերով, երեխեք ասելով դե կուրսանտներից տանում էինք, ես այլ սննդակարգ էի տալիս, որովհետև այստեղ խնդիր կար, ջրազրկման խնդրից սկսած, այսինքն զինվորական լինել, իսկական զինվորական, դա չի նշանակում միայն ավտոմատ բռնել, հավատացեք, այսօր ավտոմատը բռնում է կապիկը, տեսել ենք, չէ, պարոն Շենյան, կապիկը քանդում ինչ-որ բաներ անում ավտոմատի հետ, դուք էլ եք տեսել։ Հիմա հարց է ծագում չանդրադառնալ պրոֆեսիոնալիզմին, դա արդեն պարտություն է Հայաստանի համար։ Մենք պիտի այդ հարցերը շատ լուրջ նայենք, որովհետև սննդակարգից սկսած, ինչ մարզումներ պիտի արվի, ինքը ինչքան կարող է քնել, անգամ ինձ սովորացնում էին ժամանակին, վազքի ժամանակ քնել, կողքից 2 ընկերներ, մենք որ ասենք հեռահար անցումներ էինք անում, կողքերից բռնում էինք, մեջտեղին վազում ես, դու վազում ես եւ քնում ես ասելով ուղղակի ես հանգստացնում 15 րոպե, դրանք մեթոդոլոգիաները, որ շատերը չեն անցել, դա գերտերությունների խնդիրներ է, դա միայն գերտերություններում են նման հարցերին վերադառնում։ Հիմա եթե մենք փոքր պետություն լինելով չվերադառնանք այդ խնդիրներին, ներող կրնեք, մենք պիտի պարտվենք։ Ու գիտեք, հեչ պատահական չի, որ 20 թվականի պատերազմին մենք թշնամու թիկունքում չունեցանք գործողություններ։ Դուք հիշում եք, պարոն Շիրինյան, մի հատ ավտո շուռ գար, մի հատ կամուրջ պայթեր, մի բան հիշում եք։ Այդ ինչի մասին է ասում, որ մենք հատուկ տեսակի բանակ չունեցանք։ Պատերազմի չէինք պատրաստվել։ Մենք պատրաստ չէինք, մենք անընդհատ ասել պարոն Շիրինյանի մեզ վագր էինք զգում, Կովկասի վագրն էինք, այդտենց ոնց կլինի։ Պարոն Մինասյան, որ ասում եք պատրաստ չենք, ես հիշեցի 2 օր առաջ քաղաքապետարանի այդ առավոտվա նիստների հետևում Կարո Արեյանը ասաց, որ կենտրոն չեն կարողացել մեքենաները մտնել խցանումների պատճառով եւ դրա համար կենտրոնի տարածքը չի ձնամաքրվել ժամանակին։ Ես հիշում եմ, որ ճանապարհների խցանումների հետ կապված դուք միշտ ասում եք, որ պատերազմող երկրի համար խցանված փողոց չպետք է լինի։ Սա էլ այս հարցն էլ այս հարցը ես հիմա ուզում եմ դիմեմ նաև թե ոստիկանին։ Ուզում եմ ասել, մի փոքրիկ ձուն մաքրելու համար մենք չենք կարողացել իրավիճակը։ Ես ուզում եմ դիմել թե ոստիկանությանը, թե երկրի ղեկավարներին։ Նայեք, նորմալ երկրներում, մանավանդ այն պարագայում, որ մենք sense բարձրահարկեր ունեցանք, այսինքն Երևան քաղաքը դեպի վերև աճեցրեցինք եւ ոչ թե լայնությամբ աճեցրեցինք, մենք եթե ԱԹՍ-ը մի հատ եկավ, մի երկու տեղ, մի երկու շենքի հարված է, չէ՞, մենք խնդրեմ ենք ունենալու, որովհետեւ տեսեք, ճանապարհները պետք է հստակ, դա է, սա վերաբերվում է նաեւ փրկարար խմբերին, 911-ին էլ եմ ասում, թող իրանք հիմա դրա մասին մտածեն, որ ճանապարհը պիտի թողնել զինվորական շարժումների համար, դառնում է միակողմանի թե երկկողմանի, բայց զինվորականների, որը մեքենաների համար, որոնք պետք է օգնություն ցույց տան բժշկական, այսինքն շտապ օգնության մեքենաների համար, որը բնակչության համար, մենք այսօրվանից խաղաղ ժամանակ, եթե նման հարցերի չվերադարձանք, մենք արդեն խնդրեմ ունենք, ժողովուրդ ջան, հասկացեք։ Մենք չվերադարձանք նաև նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա իր անելիքը պատերազմի ժամանակ։ Ես օրինակ բուժքույր եմ, այսպես ասած, բայց այս 2 տարիների ընթացքում ինձ ոչ ոք դուրը չթակեց եւ ասեց դու ինչ հնարավորություն ունես անելու։ Սա էլ է խնդիրը։ Բոլորը խնդիր է, անգամ խաղաղ ժամանակ, անգամ եթե դուք բժիշկ չեք, այ եմ ասում եք բժշկական որպես բժիշկ պիտի։ Որպես բուժքույր ունեմ, այո, դուք անգամ ձեր շենքում ապրելուց
Արդեն պիտի իմանաք, sense problem եղավ, դուք հրահանգներ պիտի ունենաք, ձեզ պիտի պարապացնեն, պիտի աշխատեն ձեր հետ։ Մենակ այն չէ, որ պաժարնի մեքենանա գալիս է, չգիտեմ, այլ փրկարարներ, քաղաքացին ինքը պիտի պատրաստ լինի առաջի հերթին պաշտպանել իրեն, հետո հարևանին։ Այսինքն պետք է այդ պահին իմանա իր տեղը, անելիքները, ում դիմել եւ ինչ անել։ Որ դիրքում է ինքը, որտեղ է հարևանի տանն է, բարեկամի տանն է, գյուղում է, որտեղ է, կարևոր չի, պետք է հրահանգները հստակ լինի։ Սա էլ է, չէ, հզորանալու տարբերակ։ Նայեցեք ինչ կա, այո։ Ուրեմն նախ շարունակեմ էլի։ Մենք պետք է ակաժներից ողանենք հետևյալը, որ առաջիկայում մնում ենք լեռնազանգվածային պետություն, ուրիշ տարբերակ չկա։ Լանդշաֆտը է։ Լանդշաֆտը սա է եւ սննդակարգը դա պետք է նկատի ունենալ, նաեւ կալորիականությունը շատ ուտելը չի հարցը, որովհետեւ թեթև լինել, որովհետեւ շատ կարող է հաց ուտել, ոչ մի բան չստացվի, կալորիա չառաջանա։ Այս հարցերը պետք է ռացիոնալ ձևով լուծվեն։ Օրինակ, վերջին տարիներին հրապարակվեց բանով գերմանացիները 45 թվից այդ բանակի համար ռացիոններ, ինչ որ մնացել է, մինչև հիմա երշիկը եւ այլն գրած էր, նկարած էր զինվորի պայոք, որ ասում են հայերեն ոչպես էլ լինում, զինվորի այդ բանը իր պահոստը այդ սննդակարգ օրվա մնացել է, չի փչացել։ Ուրեմն սա պիտի արվի։ Հիմա դուք էլ կարող եք Ամերիկայի օրինակը բերեք եւ այլն, բայց ռուսականը չբերեք, դա մերը չի։ Դա պիտի դրանից ազատվել։ Ռացիոնալ ինչ է հնարավոր։ Հիմա մնացածը էս պիտի լինի, չէ, ուրեմն ինչ եմ ուզում ասել։ Իհարկե դա քննարկելու շատ հանրային բան չի։ Հայաստանի Հանրապետության նորից կերում եմ զինված ուժերի գլխավոր շտաբը պիտի լինի ուղեղային եւ կազմակերպական կենտրոն։ Ինքը իր հանձնարարականներ պիտի ճեստի բոլոր ոլորտներին։ Այն բանակները, որոնք իմ ասած սխեմայով են աշխատել, այդ ժողովուրդները միշտ հաղթական են։ Կարող եք նայել անգլիական գլխավոր շտաբ եւ այլն։ Ուզում եմ ասել, սա պիտի լինի։ Սրանք չպիտի, որտեղ թիկունքում մնում են, քննարկում չկա, ոչ մի բան հայտնի չի, իրենք ուրեմն սա պիտի իջեցնեն բուժքույրը, որտեղ մոտավորապես հանձնարարականներ, բայց հիմա քաղաքական մի հարցի կամ, որի մասին ես այստեղ շատ եմ խոսել։ Եթե դուք պատերազմում ծանրագույն պարտություն եք կրում, մեծ կորուստներով եւ նաեւ դավաճանություններով, իսկ այդ բանակը բոլորով հանդերձ պահում է այսքան տարածք, այսքան վիճակ եւ այլն։ Ու հաջորդ օրը ինչ որ կլաններ այդ երկրին պարտադրում են ցույցեր, գործատուլներ, անհանգստություն, մի խոսքով քաղաքական իմաստով երկիրը տեղափոխում են Մոսկվայի պահանջով անկայունության կայուն վիճակի։ Ինչպես եք դա անելու, դուք կարող եք բացատրել, ինչպես է հնարավոր մեր ընկերը, որ ես ինքն է, որ լավագույն արդյունք կտա, անկայունության մեջ, ինչպես է նա այդ բոլոր կազմակերպել, որ մեկ կարող է։ Պարոն Մինասյանին կլսենք։ Քաղաքական հարցեր կան։ Դրանք պիտի լուծվի կոմպլեքսով, քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլն, բայց նաեւ լավագույն օրինակների փոխանցումով մեր բանակին եւ զինվորներին, սպաներին, որտեղ մենք փայլուն զինվորներ ենք ունեցել ու ունեց կանք, այդ դաստիարակությունը փոքրուց մինչև վերջ, մինչև համալսարաններ, կրթական ցիկլի փոփոխություն եւ այլն։ Ես ներողություն խնդրում մի օրինակ բերեմ։ Ես ուղղակի չեմ ուզում կներեք էլի, մի օրինակներ են պետք։ Օրինակներ, որ բանակային զորամասերում պիտի լինի դրված այն զինվորներ, այն սպաներ, այն գեներալներ, որոնք պարտադիր չի մահացած լինեն, էլի, հասկանում եք, նայած ինչ, ովքեր օրինակել են եւ այլն։ Եվ բանակին առաջարկ ունեմ հենց գլխավոր շտաբին։ Ուրեմն 18 թվականի օգոստոսի 4-ին իշկանիշում եմ Բաքվի այն էպոպեայի ժամանակ, դա կոմունա չի, էպոպեա է, ուրեմն հայկական ազգային զորամասերը թուրքական ներխուժման ժամանակ, ուրեմն վերջին ագորտին էին գալիս եւ սպանտի վտանգ կար եւ այլն։
այդ օրը ազգային խորհուրդ Հայաստան Բաքվի ուրեմն ինչ կարողություն ունի Բաքվում կուտակած ռեսուրս եւ ռեզերվ դնում է մարտի մեջ է նետում նաեւ կուրսանների հրետանային մի կուրսան որ հայկական էր մի անուն եմ ասելու թող իր կերպարը ուրեմն բանակը խնգարկի բանը ուրեմն կուրսաններից հրետանային այդ բան ուսումնարանի կուրսանտ առավոտ կանգնում է ժամը 7-ին սկսում է ճակատամարտը մինչև երեկո Ռուբեն Շաթերյան հատուկ եմ ասում Ռուբեն Շաթերյան կուրսանտ որը օրվա մեջ 42 տեղից մարմնի վրա վնասվածք է ստանում 42 տեղ շրապները տալիս մի ձեռը մի աչքը մի բան տանում է ինքը մնում է իր ուրեմն այդ հրետանու վրա մինչև վերջ Բաքվի անկումից հետո այդ եւ այն ինչ որ այդ վիրավոր տղան 42 տեղ Ինչպես է եկել Հայաստան հասել, առաջին հանրապետության բանակում ծառայել է, օրինակ վերցել եկել է բոլշևիկի, մենշևիկի, անու բաներ ցույց տակ, թող դրվի այս կարգի բաներով, այսօրվա մեր հերոսներ, իրական հերոսներ, չէ, ունենք, մարդիկ իրենց պայթեցրին, բայց չհանձնվեցին եւ այլն, բայց ես պայթեցումները չեմ խրախուսում, մենք պիտի ապրենք կռվելու համար, ոչ թե ուրեմն մենք պիտի սովորեցնենք, այո, կռվիր, բայց պիտի ապրես։ Պարոն Մինասյան մի կարգախոսում զինվորին պետք է սովորեցնել, թեկուզ առանց Ռուբեն Շաթերյան։ Թեկուզ առանց զենքի բան է։ Նաեւ գեներալիտետի համար ասեմ, 18-20-ին ցարական բանակը մինչև Ախալցխան գիտեք, քաղաքից մի գերտաստան ցարական բանակին տվել է 4 գեներալ, Բոզոյաններ, խնդրում եմ գտեք ով է, միլիոն անգամ ասել եմ այդ պատմաբաններ, 4 գեներալ մի գերտաստանը ցարական բանակին, պատկերացնում եք, լուրջ դիմա, չէ, այսինքն սրանց տեր պիտի լինել, որպեսի այդ ժառանգորդումը լինի, անընդհատ պետություն չունենք, դով ասեց, մենք մեր բանակը ստեղծել ենք առաջի հանրապետության, մինչև հանրապետություն լինելը, ստացվել է այնպես, որ բանակ ավելի շուտ է, բանակային առաջին կորպուսը գազմավորվել եւ մարտի մեջ մտել, մինչև Սարդարապետի ճակատամարտ, սա պատմության մեջ եզակի դեպք է, տեսեք սրանցով, որ դաստիարակվել, սրանց փորձը եւ այլն, դե մենք կրնենք իսկական են հայերը, որ Արտաշես առաջինը կուզենար։ Պարոն Մինասյան, փորձենք ամփոփել օրվա խորհուրդը, անելիքները, ինչից պետք է սկսենք եւ որ պետք է գնանք։ Գիտեք, ես արդեն ասել եմ, որ պիտի սկսել հենց փոքրուց, մանկապարտեզ, դպրոց, որովհետեւ բանակը պետք է հանգուցալուծումը լինի, վերջն է։ Հաշվի առեք, որ բանակում դաստիարակվում է հայ ընտանիքի հայրը ապագա։ Եթե մենք նայելու լինենք մի տարվա ծառայությունը, որ ես 24 ժամ եմ համարում, որովհետև ընկերոջն է ծածկում, դաստիարակություն է, դա նույնպես դաստիարակություն է։ Դպրոցի 10 տարվա անցած ճանապարհին եւ գիտեմ, որ ընտանիքի հայրը որպես տղամարդ կայանում է բանակում։ Եվ ես ուրախ կլինեմ, որ մեր հրամանատարությունը, մեր վերին հրամանատարությունը այդ բոլորը ճիշտ կարողանա օգտագործել վաղվա հայ ընտանիքի հորը ձևավորելու գործում։ Ես շատ եմ դա կարևորում գոնե։ Որտեղ եթե վերադառնալուց հետո ընտանիքներ են կազմում եւ այդ ընտանիքները ամուր են լինում եւ ոչ թե մեկ տարվա ընթացքում արդեն անհաշտությունների հենց դրա մասին եմ խոսում, որտեղ ինքը բանակում պիտի սովորի ներել, բանակում պիտի սովորի սիրել, ես տեսեք ներել սկզբից ասեցի, չասի սիրել ներել, որտեղ սիրողը միշտ ներում է, ներել, սիրել, հետո արարել։ Այդ 3 հարթակները ունենալու պարագայում դուք իմացեք, որ ամուր ընտանիք եք ունենալու հայկական, ընտանիք, որտեղ հայրը կարողանալու է երեխային դաստիարակել։ Մենք հիմա Հայաստանում դաստիարակությունը թողել ենք մոր վրա, իսկ մայրը դաստիարակում է ավելի խեղճ։ Չնայած մենք ընդունում ենք, որ ոգին մորինն է, մայր Հայաստան, արձան, հուշարձան ենք դնում եւ այլ, բայց հավատացեք, հայրը ավելի շատ անելիք ունի, քան
մենք տեսնում ենք դա։ Եվ ես խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր ուզում են դաստիարակել բանակում վերելքը հայ ընտանիքի հորը։ Եվ վերջում հարցս հետևյալն է, որպեսզի զինծառայողը հանգիստ աշխատի, նրա սոցիալական պայմանները պետք է լավը լինեն։ Աշխատանքի բարձրացություն, բնակարանային պայմաններ, մի խոսքով պետք է հանգիստ լինի, որ աշխատանքի բարձրացությանը տեսեք։ Ես օրինակ ուզում եմ, որ նաև մեր ղեկավարությունը վերևում տարբերակեն շալվար մաշացնող զինվորականների եւ այն զինվորականների մեջ, որոնք ծառայում են, որոնք անգամ տեսեք մտցրել են այդ ատեստավորում բանը խնդիրն են մտցրել։ Հիմա սահմանում կանգնած մարդը կրակի առաջ հազիվ իրան տաքացնում է։ Նա ոնց է պարապելու, ոնց է վազելու, չէ որ իր արդեն խնդիրներ ունի, հենց առողջական խնդիրներ ունի։ Մենք դրանց թողնում ենք, մենք էլ, չգիտեմ, շալվար մաշացնող մի կաբինետային հրամանատարի ատեստավորում ենք, որը 3 անգամ ավել է ստանում, քան են տղան, քան են սպան, որոնք բանը։ Ես իմ աշակերտներից գիտեմ, սաներս նոր արդեն 7 զանգ ա եղել ինձ առավոտ շուտ բանակի կապակցությամբ, որոնք արդեն լեյտենանտներ են, կապիտաններ են։ Ես անմիջական կապ ունեմ իրենց հետ եւ գիտեմ նրանց վիճակը։ Գիտեմ, որ իրենք չեն կարող անգամ այդ ատեստավորումը անցնել, որովհետեւ մարդը 15 օր սարերում ցրտի մեջ ոնց եք պատկերացնում այդ հավասարություն։ Եթե հավասարություն չեղավ, եթե մենք չգնահատեցինք բոլոր այն տղաներին, որոնք իսկապես մեր մաշկն են, մեր պետության մաշկն են, մենք հաջողություն չենք ունենա։ Մեր հաջողությունը միայն արդարության մեջ պիտի լինի։ Ուզենք, թե չուզենք, հավատացեք։ Ուրեմն արդար Հայաստան դա բոլոր հարցերի հատկապես բանակի հաջողության գրավականն է, բայց ձեր ասած հարցերում կարծում եմ շատ էլ բան որոնելու բան չկա, ինչպես անելը, որտեղ մեր փորձը կա, աշխարհի փորձը կա, որոնք որ հաջողել են, կարելի է վերցնել։ Սոցիալական այն փաթեթը, որի դուք ակնկալում եք, Իսրայելում լավագույնս կիրառվում է։ Օրինակ, Իսրայելում ես այսպես գիտեմ, դասալիքը ինչ ձևով ուզում է լինի բանակից երբեք պաշտոն չի ստանա, այլևս Մոսադը կբռնցնի միտեղ կամ մյուսը։ Եվ այդ մնացած համալսարաններում արտոնություններ, թոշակ եւ բան։ Օրինակ ես առաջարկում եմ Իսրայելի բանակի փորձը նայել եւ ռացիոնալը վերցնել, դրանով ոչ վատ բան չկա, միջև մտածենք նման կարգի ասենք պարոն Մինասյանի նման կարգի մասնակետ ծառայած զինվորականներով հավաքվել, այդ բոլորը վերցնել եւ շարժվել առաջ, որտեղ մենք ժամանակ չունենք։ Ես հայ ժողովրդին ուզում եմ ասել, բարեկամներ, ժամանակ չունենք, սոցիալական եւ քաղաքական զարգացման ընթացքը շատ արագ է գնում։ Մի անգամ հետ մնացողը միշտ է հետ մնում։ Այսպես դա պիտի անվի, վերցնել շատ բաներ, ինչ կա որ ամոթ բան չի։ Հա, իհարկե, իսկապես ունեն, այնտեղ խուսավ բանակին չեն վազում, մենակ են չի, որ շատ են հայրեն ասել, գուցե հայ... Ընդ որում Սուրեն Պապիկյանը մի այսպիսի իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում արեց հետևյալը, չէ, նրանք ովքեր ում տղաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չէին, աշխատանքից ազատեց։ Հա, այդ լավ է կիսատ է։ Քննադատությունների թեմա դարձավ եւ այսպիսի մի բան, որ ովքեր չեն ծառայ այդ զինված ուժերում չպետք է պաշտոններ ունենան։ Հա, բայց պետք է մենակ ասվի չէ, արվի։ Հենց հա է։ Եվ ոնց որ հիմա Հայաստանը ճգնաժամի մեջ բերած մարդիկ ազգային ժողով չպետք է մասնակցեն ընտրություններին եւ գնան։ Այս նույն բանն է։ Բայց Իսրայելի բարակայում չեն չի որ հрьяաները շատ ավելի հայրենասեր են, քան մեր երիտասարդները։ Բայց նա գիտի որ եթե բանակ չգնաց ցախալում չծառայեց կամ մյուս օրամասում, նա ապագա չունի եւ նա անգիր գիտի։ Ես տեսել եմ հայաստանյան մոր գծով հрья ինքնաթիռում մոռացել եմ աղջիկ, որը շտաբում էր Իսրայել, որ բանակում ծառայություն անցնել մեր հայուհի մոր գծով հрья բանակում որպեսի հետո խնդիր չունեն այսպես եւ դա սոցիալական փաթեթի մեջ է հետո այս արտոնությունը չկա այն համալսարան չես կարող ես եւ ան վերցրեք օրինակը վերցրեք եւ դու ասած խոսներ պետք է օրինակներ ունեն ասեցիք ուրեն որոնք պատժվեցին
ասելը քիչ է։